երեկվա հնչեցրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող էին եւ ունեին նաեւ իմ պատիվն ու արժանապատվությունը հարատավորող բնույթ եւ ես որոշել եմ իմ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին։ Բոլոր այն արտահայտությունները, որոնք առնչվում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն, այնտեղ դուք կմտաբերեք, որ նաև իլիականից ու ոդիսականից մեջբերումներ արվեցին, այդ բոլոր արտահայտությունները, արված արտահայտությունները եւ մեջբերված փաստերը իրականությանը չհամապատասխանող են եւ ոչ միայն չեն համապատասխանում, այլև այնպիսի կոնտեքստում էր ներկայացվում այդ ամենը, որը արատավորում էր անձի այս դեպքում իմ պատիվն ու արժանապատվությունը։ Պարոն Դրմեյան, ասել եք, որ հանրությունը շուտով հասկանալու է, որ կառավարությունը մեկ անձ չէ, երբ շուտով եւ ինչպես է հասկանալու։ Դժվար ճանապարհ է, ես ընտրել եմ այն ճանապարհը, որը իրավական է, իրավաչափ է, օրինական է, ես պատահական այսպես ոտքի վրա խոսքեր չեմ ասում, իմ ձեռքը մաքուր է, խիղճս հանգիստ է եւ պատրաստ եմ այդ երկար ճանապարհով, իրավական ճանապարհով հասնելու նրան, որ հերքվեն այն արտահայտությունները, որոնք արվել են իմ հասցեին, իմ անձի հասցեին, արատավորող բնույթ ունեն եւ կարծում եմ նաեւ պետք է մեկ ընկալում լինի, որ Հայաստանի Հանրապետությունում մեր այս հայրենիքում չի կարող լինել բռնապետություն։ Մենք գնում ենք ուղիղ այդ ճանապարհով։ Այս պահին ես գումարային պահանջ դեռ չեմ ներկայացրել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն է տալիս հայցի հիմք եւ առարկա փոխել, ավելացնել պահանջները։ Այս պահին զուտ, քանի որ շատ արագ իրադարձությունները զարգացան, ես այս պահին ներկայացել եմ ուրեմն արտահայտությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջ, ընթացքում կերևա, միգուցե նաև ներկայացնեմ։ Չէ, քաղաքացիական, այո, քաղաքացիական հայց է, Երևան քաղաքի ուրեմն ընդհանուր իրավասության դատարանը մեկ դատական տարածք է եւ ըստ էության բոլոր դատարաններում էլ այդ հայցը կարող է ներկայացվել։ Սա թեև քրեական դատարանի նստավայրն էր, բայց մենք կներկայացնենք մութ կարվի հայցադիմումը 3 այլ նստավայրից որևէ մեկում, ըստ էության դա տեխնիկական հարց է մեծ հաշվով։ Գիտեք, ես շատ պատահականորեն իմացա այդ հայտարարության մասին, երբ որ ազատությունից կա լրագրող, չկա, հա, դուք եք հավանաբար զանգել, թե ձեր գործընկերը, հա, երբ պատահաբար իմացա, որ հիշել են ինձ, չեմ կարող ասել, ինձ համարել է հանելուկ, թե ինչ պատրվակով, ինչ նպատակով, ինձ թվում է, որ այս վարույթի ընթացքում արդեն ավելի բարձ կլինի։ Ես եւ գործընկերներս կապում ենք դա հենց ընդդիմադիր գործունեության եւ քաղաքական ակտիվության հետ, հատկապես հետ ընտրական process-ներում մեր կուսակցության այսպես շատ ակտիվ դիրքորոշման եւ ձեռնարկած քայլերի հետ ես ասեմ, որ այս պահին վարչական վերաքննիչ դատարանում դեռ քննվում է մեր հայցադիմումի վարույթ ընդունելու հարցը, որը ուղղված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անհավետ ճանաչել։ Հնարավոր է այս ամենը հողել նախապատրաստում ձեզ կալանավորելու համար։ Մեր այսօրվա իրականության մեջ ես ոչինչ չեմ բացառի, մի փոքր հույս ունենալով այնուամենայնիվ, որ իրավապահ մարմիններում դեռ կան մարդիկ, ովքեր որ հետևում են օրենքին եւ գործում են օրենքի ոգուն ու տարին համապատասխան, բայց իհարկե ոչինչ բացառել պետք չէ։ Պարոն Դրմյան, աշխատանքային ինչ հարաբերություններ եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի աշխատելով այնտեղ եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ դուք ընդդիմության ներկայացուցիչն եք եղել կառավարությունում եւ հենց հերացրին դուք դարձաք ընդդիմության ներկայացուցիչներից պատգամավորի թեկնածու, սրա վերաբերյալ ինչ կարող է։ Հենց ձեր ասած վերջին միտքը այս հայցի առարկայի մաս է կազմում, այսինքն պետք է քննարկվի այդ փաստը, որ հնչեցվեց իրականությունը դա համապատասխանում է թե ոչ, իհարկե չի համապատասխանում։ Ես իմ պաշտոնական գործունեության, լինի դա կառավարություն, լինի դա դատական համակարգ, արտերկրում այն աշխատելու տարիներին միշտ գործել եմ պաշտոնական դիրքը եւ դրա պատասխանատվությունը քաջ գիտակցելով։ Հայաստանի Հանրապետությունում առավել եւս գործել եմ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի շահ, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ հարաբերությունները եղել են զուտ պաշտոնական։ Բացառապես պաշտոնական։ Պարոն Դրմյան, քանի որ այդ ընթացքում մեր երկրի համար կարևորագույն իրադարձություններ են տեղ ունեցել այդ թվում եւ Արցախի անկումը, դուք այդ ժամանակահատվածում հաշտ եք տեղի ունեցողի հետ։ Գիտեք, բնականաբար հաշտ չէի, որպես անձ, որպես Հայաստանի քաղաքացի,
եւ դրանից ելնելով նաեւ իմ մասնագիտական գործունեությունը ինձ թվում է հանրությանը հայտնի է եղել եւ տեսանելի է եղել գրասենյակի գործունեությունը, թե ինչ հսկայածավալ աշխատանք է տարել գրասենյակը, որքան հայցեր, որքան անձանց իրավունքների վերաբերյալ, ինչքան միջանկյալ միջոցներ, գերիների, ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց վերաբերյալ ինչպիսի ծավալուն գործունեություններ տարվում եւ հաճախ երբեմն հենց միայն այդ գրասենյակի միջոցով էր հնարավոր լինում ապահովել Բաքվում պահվող մեր գերիների վերաբերյալ որևէ տեղեկատվության ստացում։ Պարոն Դրմեյան, Փաշինյանի հայտարարությունից հետո դատախազությունը process մեկնարկեց, ինչ է արվել դրա համատեքստում, օրինակ այն հայտարարությունը, որը մամուլով է տարածվել, այս պահին ես էլ այդքանից եմ տեղյակ, որևէ այլ գործողություն, որևէ process-ի վերաբերյալ, որևէ տեղեկություն չունեմ, որևէ այս պահին դատավարական գործողություն չի արվել, ես տեղյակ չեմ համարել։ Հաշվի առնելով, որ խորհրդարան չանցավ ձեր ուժը, ձեր հաջորդ քաղաքական քայլը որն է լինելու, ինչով եք զբաղվելու այս ընթացքում։ Գիտեք, մենք դեռ հարաբերական այսպես կարծես пассивություն է քաղաքական դաշտում, բայց մենք пассив չենք մնում եւ ներկուսակցական քննարկումներ ենք ունենում հետագա քայլերի մասով, ինձ թվում է, երբ որ դրանք շուտով բյուրեղանան նաեւ այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք, ասեցի, որ ունենք ընթացիկ մեկ դատական process վերաքննիչ վարչական դատարանում կապված կենտրոնական դրական հանձնաժողովի որոշման վիճարկման հետ, դուք գիտեք, որ վարչական դատանը վարույթ չէր ընդունել հայցը, սահմանադրական դատանը եւս չընդունեց այդ հայցը եւ մենք հիմա բողոքարկում ենք վարչական դատանում, միգուցե դա նաեւ իր շարունակությունը ունենա մարդու իրավունքների եվրոպական դատանում այդ գործիքները։ Փաշինյանը նաեւ ձեզ մեղադրեց ինֆորմացիայի արտահոսքի համար քաղաքական լրատվական դաշտ, արդյոք նման համագործակցություն եղել է եւ ինչ նկատում եք մեկ դեպք արբիտրաժի այդ վարույթի, այդ քննարկված վարույթի ընթացքում, երբ ես հանդես գամ որևէ լրատվականի, որևէ պարզաբանում տալով, ձեր ասած փաստը հայցի հերթական առարկայի մեջ մտնող դրվագներից մեկն է, որի ապացուցման բեռը գրում է հայտարարություն տարածած անձը։ Պարոն Դրմեյան, անցած տարի մինչև ձեր պաշտոնանկությունը հեծի վերաբերյալ արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, որ եղել է, դուք որպես այդ ժամանակ պաշտոնյա, ինչ դիրքորոշում եք հայտնել։ Խոսքը կհիշեք այն գրության մասին էր, որը տարածվեց։ Մեկ պետական մարմինը դիմել էր մեկ այլ պետական մարմնի բարձրաբանում պահանջելով։ Կոնկրետ հարցադրումները հիմա չեմ հիշի դրվագային, բայց այդ գրությանը, այո, այդ թվում նաև որոշումը կատարման ենթակա է, կատարման ենթակա չէ եւ այլն։ Եվ գրասենյակը, քանի որ ապահովում էր Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը արբիտրաժային վարույթում, իր լիազորություններից ելնելով պատասխան է տվել, ներկայացնելով, թե իրավական կարգավորումը ինչպիսին է, այսինքն եթե կատարման պիտի ենթակա լինի վճիռը, ինչ քայլեր պետք է արվեն, եթե կառավարությունը չի ցանկանում կատարել, դրա ռիսկերը որոնք են։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը։ Թե հետագայում օրինակ ես էլ կցանկանայի տեղեկանալ, թե այդ ինչպես է ստացվում, որ երկու պետական մարմինների միջև եղած գրությունը հետո հայտնվում է լրատվական դաշտում, հետո ինչ որ ուրեմն այդ արտահոսքի միջոցով հայտնվում է լրատվական դաշտում, դրա մասին սկսում է, օրինակ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Պետք է կատարվի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, թե ոչ։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ստանձնում է պարտականություններ միջազգային պայմանագրով, կլինի դա երկկողմ թե բազմակողմ, այդ պարտականություններին համահունչ ինքը պետք է գործի։ Բայց չկատարվեց իրականում որոշումը։ Դե գիտեք, աշխարհում շատ կան դեպքեր, երբ որ պետությանը պարտավորեցնում են վճիռ կատարել, այդ պետությունը բոլոր ռիսկերը հաշվի առնելով չի կատարում այդ վճիռը։ Հիմա չկատարեց, հետևանքները պետք է տեսնենք ինչ է լինելու։ Իսկ դուք դրանից հետո երբ ազատվեցիք աշխատանքից, ինչու որոշեցիք դիրքավորվել որպես ընդդիմադիր, որտեղ 5 տարի ամեն դեպքում կառավարության ներսում եք աշխատել։ Եթե ուզում եք, էլի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այս պայմաններում անձը, անհատը, քաղաքացին ունի ազատ կամքի արտահայտման, այդ թվում իր քաղաքական դիրքորոշումը արտահայտելու իրավունք։ Այս պայմաններում Եվ որովհետև ես պետական ծառայող լինելով չէի կարող լինել, ասենք, ընդդիմադիր ինչ-որ քաղաքական գործունեությամբ զբաղվել, սա ուղղակի սահմանափակում է։ Եվ երբ որ ես ազատվեցի աշխատանքից վարչապետի հրամանով, ոչ թե սեփական դիմումի համաձայն, այդ ժամանակ սկսեցի զբաղվել նախ իմ մասնագիտական գործունեությամբ, փաստաբանական իրավախորհրդատվական գործունեություն եւ նաեւ գաղափարակից ընկերներ ինձ առաջարկեցին միավորվել ավելի գաղափարական պայքար տանելու, որովհետեւ ես հաշտ չեմ եւ հաշտ չէի
Հայաստանում տիրող վիճակի հետ։ Ինչու եթե հարց չէիք այդ ժամանակ դուք ինքնական հրաժարական չունեք։ Որովհետև այդ ժամանակ իմ զբաղեցրած պաշտոնը Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական ատյաններում վարած քաղաքականության կոնտեքստում մաքսիմալ հնարավորություններ տալիս ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ ես դա արել եմ պատվով։ Ամենայն պատվով հնարավորություն չէր տալիս։ Հիմա որպես ազատ քաղաքացի արդեն քաղաքական կոնտեքստում իմ խոսքն եմ ասում, իմ ընկերների հետ միասին, իմ գաղափարակից ընկերների հետ միասին։ Ինչ տեխնիկական հաղորդանից էր պատասխան կստանաք վարույթ ընդունելու մակագրվելու մասին։ Օրերի ընթացքում ենթադրում։ Աշխատելու ընթացքում հայցերը, որոնք ներկայացվում էին միջազգային կառույցներին անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ էր համաձայնեցվում։ Կան եղել են օրինակ հայցեր, որոնց վերաբերյալ նշվել է, որ պետք չէ ներկայացնել։ Միջպետական բոլոր հայցերը ըստ օրենքի ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն։ Չէ, ուզում եմ հասկանալ անձամբ հաստատել եք կամ անձամբ Ես այդ հայցերի ներկայացման ժամանակ չեմ եղել այդ անձը, եղել է ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ եւ ներկայացուցիչն էր, որ զբաղվում էր այդ հարցերով։ Անձամբ այսինքն իր հետ որևէ Ես այդ ժամանակ շփում անձամբ որևէ քննարկում, որևէ շփում չեմ ունեցել։ Անդրեան, ստացվում է ձեր մեղադրում են ձեր լիազորությունների սահմաններին գործելու համար, նկատում եմ տեղեկացրել եք արբիտրաժի որոշումը անելու եւ չկատարելու դեպքում ինչ հետևանքներ։ Այո, ըստ էության միգուցե քիմքին հաջող չեն եղել այդ մարդկանց իմ դիրքորոշումը, բայց ես այլ բան չէի կարող անել, քան գործել օրենքի շրջանակում։ Եվ թե դա ում դուր կգա, ում դուր չի գա, այդ արդեն Ինչ կմանրամասնեք, այսինքն ում ինչ եք տեղեկացրել։ Պետական մեկ մարմին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը վարույթ էր իրականացնում, տեղեկատվություն էր պահանջել, այդ խոսքը այն գրության մասին է, որը լրատվական կայքերում նաև հասանելի է։ Դրա մասին ընդհանրապես այդ իրավական դիրքորոշման մասին։ Ինչ եք պատասխանել, որ արբիտրաժային դատարանը նման որոշում է կայացրել Ինչ որոշում է կայացել, ինչպիսի պահանջներ է ներկայացել այդ որոշման, որն է կատարման ենթակա տվյալ պահին, որով Հայաստանի Հանրապետությունը որևէ անելիք չունի, այս ամբողջը ներկայացված էր այդ գրությամբ, որ կանոնների համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի։ Վարչապետը նաև կասկածներ հայտնեց ձեր ունեցվածքի վերաբերյալ 5 տարվա ընթացքում ինչ որ բան պետական ծառայող որպես ինչ որ գույք ձեռք բերել եք։ Ուրեմն ես քիչ առաջ նշեցի, որ ձեռքս մաքուր քիչս հանգիստ, դա վերահաստատում եմ, ես պետական պաշտոնատար որպես անձ եղել եմ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ, ներկայացվել է հայտարարագիր պատշաճ, օրենքին համապատասխան իմ ամբողջ ունեցվածքը տեսանելի է եղել ոչ միայն հանրությանը, այլ նաև պետական բոլոր մարմիններին։ Բերել եք այդ ընթացքում։ Ոչ։ Պարոն Դրյան, մտավախություն կա, քանի որ ձեր հայրը նաև քույրը դառնավոր են, հնարավոր է նրանց նկատմամբ որևէ պրոցեսներ։ Եթե գնում ենք այն կանխավարկածով, որ մենք գնում ենք ամենաթողության, այսինքն ամեն ինչ կարելի է իշխող վարչախմբին այդ կանխավարկածով, ես ոչինչ չեմ բացառում իմ հարազատների հետ կապված, իմ ընկերների, բարեկամների, մտերիմների ցանկացած որևէ անձի, ով իմ հետ շփում է ունեցել, դրա հետ կապված իհարկե ոչինչ չեմ բացառում։ Մի բան էլի, երեք միասնության թևերը նաև հայտարարեց, որ ըստ էության բովանդակային, որ վարչապետը ցույցում է տալիս իրավապահներին, բայց Փաշինյանը նշում էր, որ ինքը որպես, չգիտեմ, քաղաքացի հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Չի կարող որպես քաղաքացի նաև վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդումներ կայացնեն եւ այդ մասին հայտարարեն։ Հիմա տեսեք, կարող է, եթե կարճ, բայց կոնտեքստը նայենք, ընդհանուր երկրում տիրող։ Միասնության թևեր կուսակցությունը Սահմանադրական դատարանում կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ, ընտրական իրավախախտումների վերաբերյալ փաստեր էր ներկայացրել։ Օրինակ, բարեգործության արգելքի խախտում, հենց քաղաքացիական պայմանագրի կողմից։ Բանը հակակոռուպցիոն կոմիտեն էլ այդտեղ նստած նիստերի դալիճում։ Ինչ ընթացք տրվեց։ Ինչ զարգացում տեղի ունեցավ, ոչինչ։ Եվ այս կոնտեքստում այո, վարչապետի հայտարարությունը դիտարկվում է որպես ուղղություն, որտեղ երբ որ հավասար պայմաններում 5 սուբյեկտ կամ 10 կամ 20 հայտարարությունն անում, կոնկրետ փաստ են ներկայացնում, բայց վարույթներ ուսումնասիրություններ չեն իրականացում, իսկ օրինակ բարձրաստիճան պաշտոնատար անձի մեկ հայտարարության հիման վրա անմիջապես process է սկսվում, այստեղ այո, հենց խոսքը նրա մասին է, որ կա ցուցում իշխող վարչակազմի կողմից։